Ուրա այդ բանը ամեն անգամ նոր նայում եմ չկա այդ յուբկան գուբկան որ ես ես Ոյ մայկա այդ գույնի Ռոմանտիկ ենք մենք լավ գնացինք Բարի օր սիրելի երոստաթիտող Այսօր պատրաստելու ենք Հայաստանում շատ սիրված ուզբեկական փիլավը Հավով ենք պատրաստելու քանի որ ուզբեկական փիլավը կամ պատրաստվում է հավով կամ տավարի մսով Այսօր մենք հավով ուզբեկական փիլավ ենք պատրաստում իմ պաղաթատրոնցով Շատ հեշտ է պատրաստվում, շատ արագ է պատրաստվում ու վերջում շատ համով է։ Մեկ-մեկ լինում է, որ իրականում նույնիսկ քարան միսով է պատրաստվում ուզբեկական փիլավը, բայց քանի որ շատերը քարան միս չեն սիրում Հայաստանում, առաջինը հավն է, որ ամեն մարդ սիրում է, սո դրա համար այսօր որոշել եմ հավով անել։ Այսօրվա պաղաթրադոմսի համար մեզ պետք է 1.5 բաժակ դասական կամ բասմաթի բրինձ 500-ից 600 գրամ հավի կրծքամիս մի հատ մեծ ստեբղին կամ կազար մի հատ մեծ սող մի քանի դերև ազատքեղ կամ մաղդանոս եւ 8-ից 10 բջեղ սխտոր 1 բաժակ հավի արքանակ կարորդ բաժակ չամիչ 2 բաժակ ճուր լավ որագի ցիտապտղից հետ 2 հատ թափնու դերև 1 թեյի կտալ քիմոն Կես թեյի կտալ համեմիցեր մի պոշի, 1 թեյի կտալ պապրիկա, կես թեյի կտալ կուծու կարմիր պողբեղ, աղ և սև բողբեղ։ Մենք ստեղ ունենք մոտավոր 600 գրամ հավի կրծքամիս։ Ես մի հատ չեք եմ ուզում անեմ, այսինքն մի հատ նայեմ, ամեն ինչ նորմալ է ու մարացնեմ։ Պետք է քուբիկների մարացնենք ու հետո արդեն տապակենք։ Ես ընդհանրապես սիրում եմ մի հատ տապակել կամ սոթե անել համեմունքներով ու հետո կամաց մնացած փանչարեղեն ավելացնել եւ այլն սոխը, սխտորը ու ամենավերջում բրինձը եւ ճուրը որպեսի եփի։ Իսկ եթե դավարի մսով եմ պատրաստում, ես դավարը սիրում եմ մի 4 ժամ լավ եփի կամ նույնիսկ ոչխարի միսը կամ քարան միսը, այսինքն լավ եփի, շատ լավ եփի, որովհետև այսպիսի ուտելիքների մեջ ես սիրում եմ ինքը հալի, ուղղակի փերանում։ Ես չեմ սիրում sense խրտ միսեր, այս տեսակ ճաշերի մեջ։ Դրա համար կամ եթե ժամանակ ունենում ենք հանգիստ դավար եփելու, անում ենք դավարով, բայց եթե ժամանակ չունենք, անում ենք ոչխարով։ Իհարկե, այս բոլոր ապրանքները կամ այստեղից լիքը ապրանքներ մենք վերցրել ենք ուտուտ սուպերմարկետից, դուք էլ կարող եք վերցնել եւ Ձեզ ուրախալի լուր ունեմ, որ արդեն խաղարկությունը պետք է գայանա 28 հունիսին Ծաղկացորում, որտեղ գա նաև 88 Hotel and Spa, այնտեղ կարող եք գնալ, ձեր կտրոնը վերցնել ու գնալ, այնտեղ ժամը 9-ից արդեն կարող եք գցել ձեր կտրոնը ու երեկոյան կգայանա խաղարկությունը։ Հույսով եմ մեր նայողներից մի անց կհաղթի այդ նոր բնակարանը։ Ամեն բարակայի հաջողություն ենք մաղթում բոլորին։ Հույսով ենք լավ լուրեր կլսենք։ Մի հատ քուբիկների կազմեմ եւ արդեն տնենք, որ հավիկը եփի։ Եփի ավելի ճիշտը սոթե լինի, այսինքն տապակվի։ Օպա։ Հիմա քանի որ մենք այս տախտակի վրա հավ կտրատեցինք, չենք կարա փանչարեղեն կտրատենք, մի հատ լավ մկմակրենք ABC ապրանքներով լավ կաղդահանենք ու կշարունակենք մեր խոհանոցային գործը։ Բա պետք է դենց տեղեր ունենաք ձեր խոհանոցում, ձեր տանը, որպեսզի ձեր կյանքը եւ ապահով լինի եւ մաքուր։ Այստեղ տնեմ։ Գրացինք։ Ուրա այդ բանը ամեն անգամ նոր նայում եմ չկա այդ յուբկան գուբկան որ ես ես Ոյ մայկա այդ գույնի Ռոմանտիկ ենք մենք լավ գնացինք Եվ ես սիրում եմ միշտ այս լվալուց հետո մի հատ էլ հանգիստ այս սպունկը լվանալ ու տեղը թնել չեմ սիրում այդ աղդը վրան հավաքի Ես կկարծեմ հավը տնենք արդեն եփելու Մինչ այդ արդեն կազարը քերիչով կանցացենք ու սոխը կկտրատենք։ Դրա համար մեզ պետքա ցիտապտղից հետ եւ մենք ունենք աշխարհի ամենահամով ցիտապտղներից մեկը, որը սուշեֆն է դվել, քանի որ սուշեֆ խանութում արգա են բոլոր ապրանքները պրեմիում տասի
ովքեր որ գուրմե են, ովքեր որ ռեստորան ունեն, ովքեր որ սիրում են շատ լավ պատրաստել եւ որակով, միշտ կարող են սուշեֆից ամեն ինչ վերցնել։ Մի խոսքով ավելացնում ենք դաբագին։ Ավելացնում ենք հավը։ Մի քիչ բաց ունեմ, որ համեմունքները ավելացնեմ։ Ահ։ Դե իհարկե ինչ որ համեմունք եք օգտագործելու, միայն եւ միայն մանանիկ։ Այս բոլոր համեմունքները մանավանդ ուզբեկական փիլավին, քիմոնը եւ համեմի սերմը շատ կարեւոր են։ Իհարկե օգտագործում ենք մանանիկի քիմոնը եւ համեմի սերմը։ Քիմոնը թրեցի, համեմի սերմը թրեցի, թափն ու դերև, հետո ենք տնելու, քիչիկ կարմիր բաբեղ։ Միջև որ հավը տաբակվի, մենք արդեն կերիչով անցկացնում ենք ստեբղինը։ Այս պատրաստ է, մի հատ հավը խառնենք։ Գնում ենք, շարունակենք, կդրատում ենք սոխը, շատ արագ սոխը մարացնում ենք, ավելացնում ենք սոխը, խառնում եմ, սխտորը, ուրեմն այս 8-ից 10 հատը մեջն ենք տնելու, իսկ էսի փլավի մեջ ամբողջական տնելու ենք։ Գնացինք։ Լավ տաբակում ենք հավը, մի քիչ արդեն տեսնում ենք 3/4 որ լինի, կարող ենք հավաքել բրինցի հետ։ Ավելացում ենք կազարը։ Շարունակում ենք, պատրաստում ենք 2 հատ թափն ու դերև, մի քիչ էլ համեմունքը ավելացնում ենք, ուրեմն այստեղ տեսնում եք չամիչը, ես չամիչի վրա ջուր եմ թրել, ավելացրել, որպեսզի ինքը փափկի, հիմա ջուրը պետք է դատարկեմ ու հետ վերադառնամ։ Իսկ չամիչը գնում է դեպի հավի վրա։ Հիմա մի քիչ էլ համեմունքները ավելացենք ու արդեն բրինցը տրենք։ Կարմիր բղբեղը, սև բղբեղը, համեմի սերմը, քիմոնը։ Քիմոնը պետք է ավելի շատ լինի, քան համեմի սերմը։ Եվ աղը։ Վաու։ Ուրեմն, մեկ բաժակ օգտագործում ենք դասական բրինցը, կարող եք բասմատի բրինց էլ օգտագործել։ Ավելացում եմ 1 եւ կես։ Այս շապապաժինին 1.5 եմ օգտագործում։ Լվանում ենք։ Գնացինք։ Ավելացում եմ բրինցը կողքերը։ Նայեք արդեն սոխը ինչ լավ տապակվել է, սխտորը տապակվել է, կազարը, իդեալական վիճակը ստացվել մեր մոտ։ Սխտորի հետ տրենք,
Հիմա ճուրերը ավելացնենք։ Հավի ճուրը եւ մեր չափած ճուրը։ Ուրեմն ճուրը ավելացրել ենք, քանի որ մենք ունենք 1.5 բաժակ բրինձ եւ ունեինք 500 գրամ հավ եւ մնացած ամեն ինչը, մենք 3.5 բաժակ ճուր ենք ավելացրել, դե այստեղ ես 3 դրել եմ, կես բաժակ եմ դնում ու ինքը պատրաստ է։ Իսկ հիմա փակում ենք, որպեսզի եփվի։ Իսկ մենք այստեղ մի հատ հավաքենք մաքրենք ABC-ով ու հետ վերադառնանք։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր ուզբեկական պիլավը պատրաստ է, անհամբերենք, արդեն լցնենք և մատուցենք, մի հատ նայենք, ինչ վիճակի է։ Վաու, մի հատ հələ նայենք, վաու, տեսակ, ես էլ մեր սխտորիկն է, եփելա։ Հոդը, perfection, այսինքն կատարյալ։ Իմիջայլոց գարմիր սոխով ավելի հետաքրքիր է և քունային և համային։ Իմ կարծիքով գարմիր սոխով պետք է պատրաստեք դուք էլ։ Մի քիչ էլ ազատ կեղ եմ տնելու, մի փունջ։ Մի խոսքով անհամբերենք։ Եվ այսօրվա պաղաթրատոմսը ուզբեկական պլավը հավով պատրաստ է, անպայման դուք էլ պատրաստեք և վայելեք, բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն պատրաստ է, տեսեք ինչքան սիրուն, ինչքան համով, ինչքան ախորժելի։ Ես ուզում եմ մի թեթև տնեմ և համտեսեմ մեր այսօրվա պատրաստածը։ Կասկած չունիմ, որ համով է, բայց կուզեմ ձեր հետ վայելել այդ համերը, որ դուք էլ զգաք, որովհետև գիտեմ, որ դուք ինձ նայելով զգում եք ինչքան համով է։ Հույսով եմ չեմ վարվի։ Համաչափ, համադրությունը խենթանալիք համեմունքների, չգիտեմ, երևի ոչ մի պատճառ աշխարհում չկա, որ դուք էս չպատրաստեք և պայման չէ գնաք Ուզբեկիստան, որպեսզի ուտեք էսի, կարող եք այստեղ պատրաստել և վայելել։ Իրական գսեմ շատ համով է, անպայման դուք էլ պատրաստեք։ Իսկ վաղը նույն ժամին 9:00 17:00 Կետրոն TV եթերով կսպասենք ձեզ։ Ցտեսություն։